Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք խնձորով շատ համով աղանթեր, շատ հեշտ ձևով է պատրաստվում ու վերջում ունենալու ենք ձաղիկի կամ վարդի նման աղանթեր։ Այո, ճիշտ լսեցիք։ Իսկ ձևը շատ հետաքրքիր է ու շատ հեշտ, ես ձեզ սովորացնելու եմ, իրար հետ կպատրաստենք ու դուք էլ հետո ձեր ընտանիքի համար կպատրաստեք ու կվայելեք։ Ինչպես տեսնում եք, ստեղ ունենք խնձորներ, ես այս աղանթերին սիրում եմ այս կարմիր դեղական սենց համովիկ բզդիկ խնձորները, որովհետև իրենք ավելի պետքա մի քիչ փափկոտ լինեն, իրենց բարակ շերտերով պետքա կտրենք, որպեսզի հետո գլորացնենք։ Այսինքն, եթե այդ մեծ կանաչ խնձորները առնեք, կարող է հարմար չի լինի։ Հետո չասեք, որ չասեցի։ Ստեղ ունենք ելագի ջամ, կարող եք, եթե ուրիշ ջամ ունեք, it's okay, կարող եք փոխարինել ուրիշ ջամով, բայց ես սիրում եմ կոմբինեյշնը խնձորի եւ ելագի շատ համով լինում։ Կամ կարող եք նույնիսկ մեղր կամ արմավ օգտագործել։ Ստեղ ունենք շաքարի փոշի, որ վերջում պետքա ցանենք, ստեղ ունենք կարակ, որ մի քիչ առաջ եփելուց առաջ պետքա գսենք, արդեն մեր համով խմորը, շերտավոր խմորը արդեն պատրաստ է։ Այսօր պատրաստելու ենք խնձորով աղանթեր։ Մեզ հարկավոր է 3-ից 4 հատ խնձոր, մի հատ շերտավոր խմոր, գարակ 3 ճաշի կտալ, մի քիչ շաքարի փոշի թխվածքի վրա ցանելու համար, կես հատ լայմ խնձորի վրա ցանելու համար, մի քիչ ալյուր, որպեսզի խմորի տակ տնենք, մինչ այդ ուզում եմ գարակը մի թեթև չերոցում տնեմ, քանի որ մենք չերոցը արդեն տաքացրել ենք, հալվի, որպեսզի հետո հեշտությամբ կսենք։ Դե ինձ սիրելիներս, գարակը տրեցի, որ մի թեթև հալվի կամ հալչի, ու ես խնձորներ եմ կտրատելու։ Իսկ ոնց են խնձորները կտրատելու։ Ուրեմն մի հատ գիսում ենք, այսպես։ Հետո արդեն սկսում ենք բարակ շերտերի վերածել, այսպես։ Ինչքան բարակ, այնքան լավ։ Քանի որ եթե բարակ չի լինի, մենք չենք կարա իրեն տենց թարցնենք կամ ֆրացնենք։ Իսկ ոնց ենք անում այս մասերը ուղղակի փոքր թանագով հանում ենք։ Այսինքն գուտի մասերը, ու ինքը դառնում է ավելի բարակ։ Շատ հեշտ է։ Ես ուղղակի այստեղ շարում եմ, որ դուք տեսնեք ոնց է լինում ինքը։ Ես ամենաձայրերը չեմ օգտագործելու, հետո գուտենք։ Ես գուտեմ, դուք էլ պատրաստած ժամանակ կարող եք գուտել։ Բայց եթե մի քիչ բարակ ստացվի, նորեն թրեք այդ հետ։ Շարունակում ենք։ Նորեն ձայրերը կտրենք ու հանենք։ Իսկ ես ինչ եմ անում, ուրեմն խնձորները ընդհանրապես, դե ես աղցանների մեջ էլ շատ խնձոր օգտագործում եմ։ Եթե խնձոր պետքա օգտագործենք, անպայման մի թեթև լայմ կամ լիմոնի հյութ պետքա դարաձենք իր վրա, որովհետև երբ որ մենք լիմոնի հյութ կամ լայմի հյութ ենք ավելացնում, ինքը քույնը պահում է, որովհետև միջև մեր աշխատելը կարող է մի քանի րոպե պետքա թողնենք։ Դե խնձորը անշուշտ կդարբերի, ամեն խնձոր չէ, որ ինքը քույնը փոխում, բայց ապահովության համար պետքա դենց անենք։ Այս մի հատ էլ բարակացնեմ։ Հատ էլ ստեղ կա, որ կարամ բարակացնեմ ու շարունակում ենք։ Մի հատ էլ խնձոր ենք վերցնում և շարունակում ենք։ Այս աղանթերը կարող եք իրականում ուրիշ մրգերով էլ պատրաստել, օրինակ բանանով, օրինակ տանձով։ Նույնիսկ կարող ենք
ելագով անել, բայց ես խնձորով եմ սիրում, իրականում խնձորը եւ շերտավոր խմորը կամ ընդհանրապես խմորը խնձորին շատ է սիրում ու խնձորը ամենուն համար available կամ հասանելի միրգ է։ Դրա համար ես միշտ սիրում եմ, որ ձեր համար հեշտ դարբերակներ ընտրեմ, որ անպայման պատրաստեք, հետո չասեք շաղեգի ինչ դժվար մթերքներով է պատրաստում, չենք կարող առնել կամ ինչ որ չենք գտնում։ Որովհետև շատերը ինձ միշտ գրում եք, օրինակ շաղիկ էս ինչ բանը որտեղից է արել եւ այլն։ Դրա համար էլ մենք ունենք հովանավորներ, որոնց ապրանքները օգտագործում ենք, քանի որ մենք հավանում ենք, ու դրա համար մենք ռեկոմենդ ենք անում այդ իրանց ապրանքը հենց։ Օրինակ այսօր շաքարի փոշին մենք հենց մարանիկինն ենք օգտագործում։ Այսինքն այսպիսի բաներ։ Մի քիչ նուրբ գործ է, կարող է ժամանակ առնում, բայց հետաքրքիր է ստացվելու հետո։ Ուպս։ Լայմներ բերեցինք։ Մի հատ կտրում եմ։ Ավելացում եմ մի քիչ ալյուր, որպեսզի խմորը բացեմ հանգիստ։ Մի քիչ է ձեռքերս եմ անում։ Ու վերցնում ենք մեր խմորը։ Մի քիչ կրկնաղում ենք ու սկսենք։ Okay, այսպես տեղ։ Հիմա սուր տանագով հավասարացնում ենք։ Ու երբ որ եզրերը շիդակ են, արդեն մենք շարունակում ենք մեր գործը։ Ինչ ենք անում։ Ուրեմն մի հատ կթալ ենք վերցնում ու ավելացնում ենք ելակի ջամ։ Կամ մուրապա, ոնց ասեք։ Ու այսպես սկսում ենք։ Ինչ լավն է հոտը, որ հովանավոր լիներ իրեն կկովայինք։ Սա կսում ենք։
Ու հետո ինչ ենք անում։ Վերցնում ենք մի քանի խնձոր ու սկսում ենք այսպես շարել։ Դեպի վեր։ Գրեթե պատկերացրեցիք, չէ՞։ Մի թեթև իրենց գլուխները դուրս պետք է մնա։ Ու շարունակում ենք։ Հիմա պետք է գտրենք։ Ու այսպես պետք է ֆրրացնենք։ Ու մի թեթև ամենաներկևից ջզմելու ենք, որ ինքը ավելի ձաղիկի տեսք ունենա։ Տեսակ ինչքան է հետաքրքիր է։ Մեր առաջին վարձը պատրաստ է։ Գնում ենք հաջորդին։ Okay. Միացեք սլևան, որ շատ աղդոտ չրևա։ Դե ինչ, անցնում ենք հաջորդ ձաղիկին։ Վերցնում ենք մի քանի խնձոր ու սկսում ենք շարել։ Մեր խնձորները դեղատրում ենք, գլուխները թեպի վեր ու շարունակում ենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես գիտեմ, որ սիրելու էիք։ Կտրում ենք։ Ու ֆրացնում ենք։ Նորեն մի թեթև իր ներքևից ասենց ջզմում ենք ու հաջորդին։ Նորեն շարում ենք։ Մի քիչ կարող է երկար թվաց էզի, բայց ինքը հետաքրքիր process է, հեշտ է, արագ է ստացվում։ Իսկ այս ծաղիկներն էլ դենց չէ, որ ամեն մեկը մի հոգի է ուտում, կարող է կիսվել։ Դրա համար թող դժվարնուց չկա սարքելը։ Ֆրացնում ենք։ Առաջինները կարող եք մի թեթև սենց ֆրացնել ու խնձորը կտրել, որպեսզի դուք ավելի գոգիկ ծաղիկ ունենաք, okay։ Անցնում ենք հաջորդը։ Ես ուզում եմ 6 հատ անեմ, որովհետև մենք մեր սիլիկոնե ամանը արդեն 6 հատ կառն է։ Ես մտածում եմ, որ պետք է ճոտկի լինի, չգիտեմ, եթե կլինի կամ չէ։ Եթե ավելացավ ոչինչ։ Մեկ հատ ինչ որ ուրիշ shape-ով կպատրաստենք։ Կտրում ենք։ Ֆրացնում ենք։ Ավելի որպեսի նեղլա, դրա համար եմ ասում, որ առաջի խնձորները կտրեք ու հետո ինքը անուշիկ ֆրրա։ Բայց հոդը արդեն պատկերացնում եք ինչքան համով է։ Yummy։ Իրականում ամեն մեկ ծաղիկը մի ցև է դուրս գալիս, բայց այդ էլ է հետաքրքիր, քանի որ օթենտիկ է լինելու։ Անցնում ենք հաջորդին։ Մեր ջերոցը արդեն պատրաստ է, մենք սկիզբեն տաքացրել ենք 180 աստիճանի ու երբ որ պատրաստ լինի, արդեն միանգամից ուղարկելու ենք ջերոց։ Մինչ այդ մենք մի հատ կարող ենք կոֆե խմել, մինչև մեր համով աղանտերը պատրաստ լինի։ 1 2 3 4 5 6, ահա։
Կարող մի փարակ ավելանա, արդել օքեյ է։ Դարձնում ենք։ Մի անգամ որ անեք, արդեն ձեր ցերկը կառնե ու կարող եք հրավիրել ձեր հարևաններին, իրար հետ պատրաստեք։ Ճիշտ եմ ասում։ Ես անհամբեր եմ այս համոբությունը փորձելու, ինչպես որ մեր համի կախնիկի բոլոր անդամները այս րոպեին։ Քանի որ թեր հիմա հոդերը դուրս չեկավ, բայց հիմա մի հատ էլ հոդերը դուրս կա, oh my god։ Արդեն չենք դիմանալու։ Ոնց որ իմ համար մի փոքր ավելացավ, բայց it's okay։ Էդել ես գիտեք ինչ կանեմ հիմա։ Բզդիկ չիպսեր կանեմ։ Ես տենց եմ, չեմ սիրում բան գցել։ Սենց դարձրեցինք։ Ավելացրեցինք, արո, մի անգամից կարող եմ մեր ամանը բերել ու շարենք։ Մեր ծաղիկներուն լավ նայենք։ Արդեն սենց անուշիկ է, ուր մնաց թխվի, մի հատ էլ համով դառնա։ Մեկ ասում են, որ կյանքը պերֆեկտ չի լինում, ամեն ինչ միակողմանի չէ, կամ բայց այդտեղ եւ գեղեցիկ է եւ համով։ Ես էլ եմ մի քիչ սենց ոչ սիմետրիկ անում, որ իրենք ամեն մեկը մի անուշիկ ձևով դուրս կա հետո։ Ահա։ Մեր կարակը իրականում մի քիչ որ շատ տնենք ավելի համով կլինի, այսինքն արադ թրեք։ Մի քիչ 4 կողմը ադոդելու է, բայց ոչինչ։ Հեսա մի հատ կմաքրենք, հետո կուղարկենք ջրոց։ Եվ մի հատը։ Okay։ Այսպիսի բաներ թխած ժամանակնից անպայման ավելի լավ է տենց սինիի մեջ տնենք, որովհետև կարող է ինչ-որ հյութերը կամ յուղերը իշնե, որովհետև մեր չրոցը չաղդոդի։ Գնացինք։ Ուրեմն, մոդավոր 20-ից 30 րոպե ենք թխում ու արդեն ինքը պատրաստ է լինում։ Մի թեթև պետքա golden լինի եւ սենց լավ ոսկեգույն, մի թեթև էլ իր ծայրերը մի փոքր ավելի մուկ։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր անուշիկ ծաղիկները պատրաստ են, կարող ենք հանել։ Բա ինչ հոդեր են, աստվածիմ ինչ հոդեր են։ Ուրեմն, սենց դուրս ենք անում, արդեն ինքը հեշտությամբ դուրս է գալիս։ Ու մի անգամից կարող ենք մեր ափսեում թնել։ Այդ խրխտան ցայնը արդեն լսում եք, չէ՞, այդ խմորի խրխտանն է։
Ouch. Մի տետև վարվեցի, it's okay. Բայց ուզում եմ ծաղիկները չփճանան։ Բարեցի։ Վարվեց։ Շարունակում ենք։ Այդ միջուկի մասը մի քիչ դակ է։ Հիմա վստահ եմ, եթե մամաս նայում է, ասելու է, բա ինչի բռնիչով չես անում աղջիկս։ Հիմա գնամ բռնիչ բերեմ։ Երևի էսի մեջտեղում գտնենք։ Այս էլ էստեղ։ Ահա, մի թեթև շաքարի փոշի։ Տա-տա-տա-տան, այսօրվա մեր աղանթերը պատրաստ է, խնձորով և ջամով, տեսակ ինչքան հեշտ է պատրաստում ու իրա տենց մոդելը շատ հետաքրքիր է, անշուշտ պետք է փորձարկենք, ես անհամբեր եմ։ Որ մեկ խնձորը ավրենք, որ մեկ ծաղիկը, բայց ես ուզում եմ էսի։ Տեսում եք ձայնը խրխետան։ Վաու, հետաքրքիր, խրխտան, ոչ շատ կաղծր, խնձորը եփած, ցենց համով կոմֆորտ համա տալիս, ջամը ավելացնում է իր վրա հետաքրքիր համադրություն, իրականում շատ հետաքրքիր եւ համով է։ Անպայման պատրաստեք, բարձ բաղաթիչներ են, եթե չունեք տանը, կգնաք, կվերցնեք ու ինձ կգրեք, եթե հավանել եք այս բաղադրատոմսը։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Facebook եւ Instagram Համի Կախնիկ եւ իհարկե բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Համի Կախնիկ շաղիկի հետ։ Վաղը կհանդիպենք։